Բարև ձեզ սիրով։ ժամանակ գիտենք Twitch-ում էր ձեզ մոտ, ավելի շուտ Twitch-ում ստեղծագործական առումով էիք աշխատանքներ իրականացնում։ Կարծում եմ եթերի վերջում կասեք մի փոքր փակագծեր կբացեք ինչ։ Բայց ինչի վերջում եկեք դրանից էլ սկսենք։ Լավ, եկեք դրական նոտով սկսենք, հետո արդեն որտեղ իրականում մեր մեզանում աղետները շատ են, դրա համար։ Ես էլ ձեզ էի կարոտել։ Ընտրեմ։ Դե, հա, ստեղծագործական դաթարի մեջ էի, ֆիլմեր էինք նկարում, մեկը մոնտաժում էինք, մյուսը նկարում, եւ շուտով շատ չեմ ուզում փակագծերը բացեմ, բայց ինձ թվում է այս վերջին շրջանի եւ մեր ապագայի համար հետաքրքիր են այնուամենայնիվ եւ շուտով կանենք անդրանիկ ցուցադրությունները եւ բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու, դիտելու, քննարկելու, մտածելու։ Այսքանը առայժմ ասեմ, վավերագրական ֆիլմեր են երկուսն էլ, մնացածը արդեն կամաց, սենց կբացենք։ Հիմա գանք այս պատմությանը, հայ առաքելական եկեղեցու դեմ այս իշխանության կողմից իրականացվող աշխարհը շարունակվում է, ըստեցում մնացել են Կջանի հույսին, տեսանք այս վերջերս Կջանի հետ էր Նիկոլ Փաշինյանը Սուպրիմ Քրդստանի եկեղեցում էին, բայց նաև առիթ չենք ունեցել ձեզ հետ խոսելու, ինչ տեղի ունեցավ մեր 18-ամյա օրինակ Դավիթի հետ, ով այսօր վերակենդանացման բաժանմունքում է, վիճակածան վիճակում, որովհետև Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատողը հարվածեց նա եկեղեցում եւ այդ քաշշուկը դուք տեսել եք, միջադեպին ծանոթ եք եւ հիմա երկու ամիս կանենք են կարի 18-ամյա տղային, խնդրեմ։ Ընդհանրապես այն ինչ կատարվում է Հայաստանում կլինի եկեղեցու հետ կապված, կլինի Արցախի հետ կապված, կլինի այլ երկրների հետ հարաբերությունների հետ կապված, դա պետք չի դիտարկել առհասարակ այս երիտասարդներով, որոնք եկել են եւ գրավել են Հայաստանը։ Մենք շատ ենք խոսել նրա մասին, որ այս տղաները եւ աղջիկները նրանք ոչ թե իշխանություն են, ոչ թե լեգալ իշխանություն են, այլ նրանք ահաբեկչական խումբ են։ Ինչու՞։ Որովհետեւ քաղաքականությամբ զբաղվում են նրանք, ովքեր որ կարող են նրանք կարող են զբաղվել քաղաքականությամբ նրանք, ովքեր որ օրենքի սահմանադրության այդ տարածքում ընդունված կանոնների շրջանակներում են գործում։ Հիմա եկեք տեսնենք, այս տղաներն ու աղջիկները արդյոք գործում են այդ կանոնների շրջանակում։ Նրանք հանձնել են Արցախը մի հոգու ցանկությամբ եւ կմահաճույքով։ Սա արդեն հռչակագրի եւ սահմանադրության խախտում է։ Նրանք Տավուշից են տարածքներ տվել առանց որևէ հանրակրվեի կամ ինչ-որ բանի, սա եւս սահմանադրության խախտում է։ Նրանք հիմա հայ առաքելական եկեղեցու առաջնորդին են ուզում հեռացնել, անցած տարվա օգոստոսից ահաբեկչություն են իրականացնում Հայաստանի հավատացյալների դեմ եւ եկեղեցու դեմ, եւ նրանք ինչը ամենահետաքրքիրն է, իրենց ծրագրում փաստորեն ահաբեկչական կետ են մցրել, որ պետք է եթե ընտրվեն, դա բան են անելու, կաթողիկոսին պետք է հեռացնեն։ Հասկանալի է, որ նրանք չեն կարող մասնակցել ընտրություններին, քանի որ նույն պատճառով ինչ որ օրինակ ենթադրենք մի կուսակցություն իր ծրագրում գրել, եթե մենք գանք իշխանության ազգային փոքրամասնություններին բոլորին բանտարկելու ենք կամ չգիտեմ ապարտեիդ ենք հայտարարելու, չգիտեմ ում մաշկը սև է, նրանց համար հատուկ ավտոբուսներ ենք տրամադրելու, որ առանձնացնենք, նրանք չեն մասնակցելու հանրային կյանքին եւ այլն։ Այս տղաների եւ աղջիկների արածը հենց դա է։ Նրանք փաստորեն ծրագրի մեջ կետ են ավելացրել ապարտեիդի, կրոնական ռասիզմի։ Նրանք մենք արդեն գիտենք, որ էթնիկ ռասիստ են, զզվում են հայերից, բայց նաև հիմա գիտենք, որ նաև կրոնական անհանդուրժողականությամբ են զբաղվում։ Բայց վերադառնալով ընդհանուր, հա, քաղաքակրթական իմաստին։ Քաղաքակրթական իմաստով Հայաստանը եւ հայերը հայտնվել են մի պատմական դարաշրջանում, որտեղ նրանք պետք է մասնակցեն աշխարհի կարգ ու կանոնի վերականգնմանը։ Ինչու՞։ Որովհետև երբ որ Արցախը անկախ էր, ինքը աշխարհի ընդունած կարգ ու կանոնների համաձայն էր անկախանում, հա, ասենք 1945 թվականի ՄԱԿ-ի միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն ազգերի ինքնորոշման սկզբունքով։ Եվ ինքը ժողովրդավարություն էր կառուցում։ Արցախում, ինչպես գիտենք, 5 նախագահ է փոխվել եւ դատական գործադիր
օրենսդիր իշխանությունները անկախ էին, ազգային ժողովում կային բազմազան եւ բազմապիսի կուսակցություններ, դաշինքներ, ոչ թե մի կուսակցություն էր իշխում այնտեղ, եւ ինքը այս ժողովրդավարությունը կառուցելով ասում էր Աշխարհ ջան, այո, քանի որ դու երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս կարգ ու կանոնն ես ստեղծել մարդկության համար, մարդասիրական այս կանոնները, մենք քանի որ քաղաքակրթությամբ այդ շրջանակի մեջ են գտնվում, մենք գալիս ենք այդ ճանապարհով։ Իսկ այնտեղ զարգանում էր Ադրբեջանը, բռնապետություն էր զարգանում։ Մի ընտանիք 30 տարի իշխում էր, բոլոր կուսակցությունները փակվում էին, ազգային փոքրամասնությունների առաջնորդները սպանվում էին բանտում, վերջինը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Աբոզոդան Թալիշների առաջնորդը սպանեցին, մինչ այդ 2009 թվականին էին սպանել, իսկ դրանից առաջ արտաքսել էին, նախ ծմահ էին տվել, հետո արտաքսեցին Թալիշների առաջնորդին, դեռևս Հեյդար Ալիևի ժամանակ։ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունները զրկված են լեզվի, մշակույթի, իրավունքներից եւ Ադրբեջանը այս իմաստով այն տեսակի երկիրն է, որը չի համապատասխանում երկիր մոլորակի քաղաքակրթական զարգացմանը, որովհետեւ երկիր մոլորակը զարգանում է դեպի մարդասիրություն եւ ընդհանուր կարգ ու կանոնի ուղեցրով է զարգանում, բոլոր ժամանակաշրջաններում բարբարոսները գալիս քանդում են, հետո նորից ուրիշները գալիս են զարգացնում են եւ սա ոչ թե վերաբերում է Ադրբեջանի ժողովրդին, սա վերաբերում է Իլհամ Ալիևի ռեժիմին եւ Ադրբեջանի ժողովուրդը նույնպես իրավունք ունի ազատագրվելու եւ ես կարծում եմ, որ հայ ժողովրդի առաքելությունն է ոչ միայն իր ազգային իրավունքները, ինքնության իրավունքները պաշտպանել, այլ Արցախի այս ստեղծված իրավիճակից հետևում է, որ հայերը պետք է այս տարածաշրջանում պաշտպանեն անպաշտպանների հալածյալների իրավունքները, ինչպես նաև երկիր մոլորակում նպաստեն կարգ ու կանոնի հաստատմանը եւ նորից նայենք, եթե Ադրբեջանում այս պահին ժողովրդավարության ազգերի ինքնորոշման իրավունքի համար դատվում են այն մարդիկ, որոնք նպաստում էին դրան, այսինքն Ադրբեջանում դատվում է հենց ժողովրդավարությունը, ստեղից հետևում է, որ այդ բանտի միջից էներգիան փոխանցվում է հայերին եւ այդ բանտի զրկանքները փոխանցվում են հայերին, որտեղ մենք ենք լինելու այդ տարածողը աշխարհում կարգ ու կանոնի իրար մասին ապրումակցման եւ հալածյալների պաշտպանության։ Իմիջայլոց 3 զատիկ էր, շնորհավորում եմ բոլորից զատիկը եւ մենք որպես քրիստոնյա ազգ շատ լավ ենք հասկանում, որ հենց այդ զրկանքների իսկ քրիստոնեության դեպքում նաև նահատակության միջոցով է, որ տարածվում են այդ մարդակենտրոն եւ երկիր մոլորակը զարգացնող գաղափարները։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ինքը գտնվում է այն ուղեցրում, որը հակառակն է անում, հա, եթե նայենք իրենց էպոսը Նիկոլ Փաշինյանին, Զդեդե Կորկուտը, մենք կնկատենք, որ իրենց փիլիսոփայության մեջ է գյավուրներին, որոնք քրիստոնյաներն են, ոչնչացնելը, տիրելը եւ անպայման նրանց եկեղեցիները քանդելը եւ մզկիթներ սարքելը։ Սա իհարկե մարդակենտրոն եւ մարդասիրական մոտեցում չէ եւ Նիկոլ Փաշինյանը հենց այդ արգելակն է զարգացման։ Եթե հիմա ինքը անընդհատ խոսում է բանի մասին, խաղաղության մասին, ինքը այդ խաղաղությամբ, որը նշանակում է լինել Ադրբեջանի տիրապետության տակ, այսինքն որտեղ կքանդվեն մեր եկեղեցիները, մեր ինքնությունը, ժողովրդավարությունը, կարգ ու կանոնը, այսինքն այդ բռունցքը, այդ մետաղյա բռունցքի կողմնակիցն է Նիկոլ Փաշինյանը, բայց իր մետաղյա մուրճով, նրանք խոչընդոտն են մարդկության զարգացման, որովհետև եթե դու պարզապես ժամանցը օգտագործում ես որպես ժամանց եւ ոչ թե նպաստում ես դա երկիր մոլորակի զարգացման համար, այդտեղ դու անիմաստ ես երկիր մոլորակում, որովհետև ասեն դու դոփում ես քո տեղը, դու կանգնած ես։ Իսկ քանի որ մենք գիտենք, թե երկիր մոլորակը, թե մեր տիեզերքը անվերջ շարժման մեջ է գտնվում, մենք էլ պետք է գտնվենք անվերջ շարժման մեջ այդ համակեցության հետ։
Այնպես որ այս ամբողջը պետք է դիտարկել սրա շրջանակներում եւ որ 18 տարեկան տղային դպրոցական էտոնն են գցում, դա գիտեք զարմանալի չէ, որովհետեւ Ադրբեջանում էլ 17-ամյա տղայի սպանված գտան Սումգայիթի կողմերն էր, ոչ վաղ անցյալում, անցած տարի էր կարծեմ, նրա համար որ նա հետևել էր ոստիկանության ու հայտնաբերել էր, որ նրանք այդ բանով են զբաղված, թմրանյութերի շրջանառությամբ, հետո այդ խեղճ տղային մորթած էին գտել 17 տարեկան էր, կամ ովքեր որ խաղաղություն են պահանջում, Աբաս ոնց էր այդ տղայի, կարծեմ Աբասով էր այդ տղայի անունը, բանտում, ասենք 15 տարվա ազատազրկման են դատապարտված։ Ստեղից հետևում է, որ մեր կռիվը ոչ թե Նիկոլ Փաշինյանական, Նիկոլ Փաշինյանի դեմ կռիվ է, մեր կռիվը զուտ քաղաքակրթական կարգ ու կանոնի եւ իրար նկատմամբ բարյացկամ լինելու կռիվ է, ոչ միայն հայերիս, այլ նաև մյուս ազգերի, որովհետև ազգային էգոցենտրիզմը, եթե միայն քո ազգի համար ես անում, նույնն է ինչ որ անձնական էգոցենտրիզմը։ Մենք մենակ չենք այս երկիր մոլորակի վրա, մեր տունը միայն Հայաստանը չէ, բայց բարեբախտաբար Հայաստանը կա որպես այդ տունը, բայց երկիր մոլորակը ամբողջությամբ պետք է տեսնենք մեր տունը եւ պայքարենք բոլոր տեղերում նիկոլիզմի դեմ։ Տեսեք Հովհաննես, հիմա ինքը ինչ քաղաքականություն է վարում, 3 պատերազմ բերած, 3-4 պատերազմ բերած այս իշխանությունը ժողովրդին վախեցնում է պատերազմով, եթե իրենք չլինեն, խնդրեմ։ Ճիշտ ասած, այս 4 ամիսը այնքան լավ էր, որ այս իր արածները ես չէի մեկնաբանում, առողջությունը ստեղն էր ընկել։ Մենք չունենք պատերազմի խնդիր, մենք ունենք արդարության եւ ազատության խնդիր։ Հարցը հետեւյալն է. արդար է, որ Աշոտ Մինասյանը Աշոտ երկաթը հենց հիմա բանտում է։ Արդար է, որ 18 տարեկան տղան, որին ինչ որ մի ահաբեկչի թիկնապահ հարվածել է, գտնվում է բանտում։ Արդար է, որ հոգևորականները, որոնք ոչի բան չեն անել, գտնվում են բանտում։ Արդար է, որ ողջ կյանքը զրպարտությամբ զբաղված տղան, Արցախը հանձնած տղան հիմա բանը երկրի ղեկավար է։ Արդար է, որ 150,000 մարդ, այդ թվում 30,000 երեխա զրկված են իրենց տուն տեղից, կարոտախտի մեջ են եւ անհասկանալի օդից կախված վիճակում։ Արդար է, արդյոք արդար է, որ այդ մարդիկ, որոնք 9 ամիս շրջափակման մեջ էին, այս պահին պետք է ընկնեն իրենց քաղաքացիության ու տան հարցերը լուծեն, իսկ օրինակ ասենք քաղաքացու վրա թքող Ալեն Սիմոնյանը, ստեղ այնտեղ ֆրֆռա, կայֆովատ լինի եւ կամ ոչ միայն ինքը, այլ մնացած բոլորը, մեր հարկերի հաշվին գնան ֆրֆռան, նույն արցախցիների հաշվին։ Արդար է արդյոք, ոչ իհարկե արդար չի։ Արդար է արդյոք, որ ինչ որ մեկը, որը ընդամենը ասենք մի 70-80 տարվա կյանք ունի, հիմա արդեն 50 է, փորձում է 2700 տարվա կառույցի առաջնորդին հեռացնել, իհարկե արդար չէ։ Հիմա այստեղ հարցը արդարության մեջ է։ Մենք կորցրել ենք արդարությունը, մենք արդարության հասարակություն ենք, մենք փորձում ենք գտնել ամենտեղ արդարություն եւ այդ արդարության համար մենք բնականաբար բոլորս միավորվում ենք եւ փորձում ենք հասնել մեր արդարությանը։ Ընդ որում այդ արդարությունը նաեւ իր հետ բերում է ազատություն, որովհետեւ մյուս կարևոր սկզբունքը ազատությունն է։ Ոչ մեկ թող չմտածի, որ կարող է խաղաղությամբ կաշառել մեզ մեր արդարության ու ազատության համար։ Այդ խաղաղության կաշառքները կպահեք ձեզ, կգնաք ձեր հետագա տարիներում որտեղ որ կլինեք, այդտեղ կզբաղվեք, իրար դեմքի կնայեք, կուրախանաք։ Բայց խաղաղությունը որպես կաշառք, արդարությունը չի վաճառվում, ազատությունը չի վաճառվում խաղաղության դիմաց։ Սա պետք է մեկը միշտ հասկանանք։ Իսկ վերադառնալով իմ առաջին ասածին, առավել եւս, հա, եթե մենք անընդհատ շարժման մեջ ենք գտնվում, մենք անընդհատ մեր մարմինը, մեր գիտելիքը, մեր սովորելու ունակությունները, հմտությունները օգտագործում ենք երկիր մոլորակի զարգացման համար։ Իսկ երկիր մոլորակի զարգացումը իրենից ենթադրում է նաև հեռացնել այս անարդարության, ծայրահեղ անարդարության շերտերին, որոնք ահաբեկչության են հասել եւ ցեղասպանության։ Նայեք, օրինակ ուրիշ կողմից, հա, նայենք, արդար էր, որ ֆաշիստական Գերմանիան ցեղասպանում էր հրեաներին, ոչ արդար չէր։ Իսկ հիմա արդար է, որ Իսրայելը ցեղասպանում է պաղեստինցիներին, իհարկե արդար չի։ Իսկ հիմա արդար է, որ մեր կանանց, մեր հողերը, մեր
երևելիները գտնվում են Բաքվի բանտերում, արդար է, իհարկե ոչ արդար չի։ Արդար է, որ ասենք Ռուբեն Վարդանյանի պես, Դավիթ Իշխանյանի պես, Լևոն Մնացականյանի պես մարդիկ այս պահին անազատության մեջ են, իսկ այս տղաներն ու աղջիկները ֆրֆռում են ավտոբուսներով եւ պերաշկի են ուտում նրանք, ովքեր որ պատասխանատու են եւ մեղավորն են, որ այդ մարդիկ նստած են։ Իհարկե արդար չի։ Հիմա մենք այդ արդարությունը վերականգնողներն ենք եւ արդարությունը չի վաճառվում խաղաղության դիմաց։ Պահեք ձեր խաղաղությունը, եթե արդարություն չկա։ Քանի որ Յուլիանը չենք ունեցել խոսելու, մենք տեսնում ենք սա իրենց ճակատավոր ուրախ ավտոբուսը շատերն ասում են որ մահա։ Ուրիշ բանից չենք կարող խոսանք, այս ոնց է անընդհատ իր շուրջ ապատտվում։ Իշխանությունը եւս իրողությունն է եւ դեռ մարդիկ կան թեկուզ քիչ ովքեր փորձում են հավատալ կամ վախենում են Փաշինյանի այս պարմանիքներից, պետք է իրենց բացատրեն իրականում, որ վախենալ պետք չէ եւ ուզումներ իրականում։ Ես կարծում եմ կարելի է մի քիչ ուրիշ բաների մասին խոսել, օրինակ ես հետս բերել եմ երկու գիրք, որոնք Արցախի մասին են, վերջերս հրապարակված են։ Միջալով մի թեմա, որի հետ կապված օրինակ Նիկոլ Փաշինյանը արդեն պրոբլեմ ունի, որ ասում է Արցախի մասին պետք է չխոսենք, Արցախը։ Ես առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանի, որտեվ արդեն հասկանալի է, այդ մարդը ահաբեկիչ է, ոնց որ ամեն օր դնենք Բեն Լադենին կամ ISIS-ին քննարկենք։ Այդ մարդը ահաբեկիչ է, մենք արդեն գիտենք դա, մենք արդեն մեր գնահատականը տվել ենք, մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ։ Եկեք մենք ավելի շատ խոսենք Արցախի մասին, եկեք խոսենք թե ինչ են ստեղծագործում մերոնք, ինչ միջոցառումներ են տեղի ունենում, մեկս մյուսին աջակցենք, օգնենք, որպեսզի մենք մեզ ռեկլամ անենք, ոչ թե ինչ-որ մեկին, որը սաղ կյանք զրպարտությամբ զբաղվել եւ իր ամբողջ հմտությունները օգտագործում է ցեղասպանության համար։ Ու դրա համար ես երկու գիրք եմ ուզում ներկայացնել, երկուսի շնորհանդեսնել վերջերս էլ ու շատ մեծ հաճույք ստացա։ Այս մեկը հեքիաթ է, հեղինակը Մարալ Չարշավճյանն է, ով իր ամուսնու Շանթ Չարշավճյանի հետ ամերիկահայ է ամուսինը, Մարալը ստեղից Մարտունիում էին ապրում 2020 թվականի այդ Արցախի ահաբեկչությունից հետո մեկնել էին այնտեղ եւ կրթական ծրագրեր էին անում եւ բանի օգնության ծրագրեր էին անում, հետո բանն էլ Շանթը պատվավոր քաղաքացի դարձավ ու Մարալն ու հայրիկը Արցախում այս հեքիաթը գրել է Մարինեն, Մարալը իրենց դուստրն է, բայց այս գրքում գլխավոր կերպարն է, Մարալի պատմությունն է Արցախում, որտեղ նաև մենք հանդիպում ենք Ազնավուր Սաղյանին, Մարտունու քաղաքապետին, հեսա այդ էջին կհասնեմ։ Տեսեք, ես ինչ սիրուն նկարազարդումներ են, Մոնթեի արձանն է։ Վայ չէ, ես մեկը Նժդեհինն է, Մոնթեինն էլ բայց կա, հեսա, ես էլ Մոնթեի արձանն են սենց սիրուն նկարել։ Այս էլ Ազնավուր Սաղյանն է, հանդիպում է Մարալին, այնպես որ շատ լավ նվեր է երեխաների համար եւ հատկապես եթե ուզում եք ձեր երեխաները իրենց այդ վառ գույներով լցվեն Արցախի հանդեպ ու նաեւ կան ասենց կպչուն թղթեր մեջը, այս կպչուն թղթերն էլ կարող ասենք համակարգչին կպցնեն, այնտենց որ Արցախի դրոշներ, քարտեզներ, նույնիսկ Մարտունու շրջանի վարչակազմը, հեսա դուրն է։ Այս Մարալի գիրքն է ու այս վերջում էլ սենց մի հատ կոչ ոտանավոր է մանկթիկ հայոց աշխարհի չմոռանաք Արցախը ձեր հին հիշենք, սպասենք, պայքարենք, մինչև հասնենք ու բարով տեսնենք ազատ, անկախ ու միացյալ Հայաստանը մեր նախնյաց։ Այս օրինակ երեխաների համար շատ լավ նվեր է, կակրաս առաջիկայում հունիսի 1-ն է, քանի է 2 ամիս բան մնաց, հունիսի 1-ն է, իհարկե մենք գիտենք հունիսի 1-ը նաև ում ծնունդն է, բայց մոռանանք։ Սա այս մի գիրքը, որը Նյումեգի հրատարակությունն է, սա շատ հետաքրքիր է, հատկապես հետաքրքիր կլինի ֆրանսախոս հայերի համար եւ եթե հայեր, որոնք ուզում են Ֆրանսիային ներկայացնեն Արցախի մասին ինչ-որ տեղեկություն գեղարվեստական փաթեթավորմամբ, սա շատ հետաքրքիր կարող է լինել ձեզ համար։ Հերմինե Ավակյանը, արցախցի բանաստեղծ, եւ Ուլիս Մանեսը, ով Ֆրանսիայի հյուսիսից փիլիսոփա է եւ երաժիշտ, 2 տարի իրար հետ նամակագրություն են ունեցել ու 2 տարի
Հերմինեն պատմել է Արցախի մասին Ուլիսը պատասխանել է, Ուլիսը դե Արցախում երբևէ չի եղել, բայց փաստորեն այս նամակագրության միջոցով է տեղեկացել Արցախի մասին եւ իմիջիայլոց 3 թարգմանիչ ունի, թարգմանիչներից մեկը մեր ընկեր Լիլիթ Բլեյանն է, երաժիշտ, ու խնդրեմ այս գիրքն էլ համ գրախանութներում կարող եք ձեռք բերել, բայց ես օրինակ անպայման պետք է ձեռք բերեմ, որտեվ նայեք, ինքը 2 գիրք է, այսինքն մի գիրք է, բայց 2 բանով էլի, մեկը հայերեն, մեկը ֆրանսերեն։ Հրաշալի նվեր, օրինակ ես արդեն գիտեմ, էլի ֆրանսիացի ընկերներս, որոնց մոտ այդքան Արցախից խոսացել եմ, այս գիրքը կտամ, կկարդան նամակագրության միջոցով կծանոթանան։ Սենց բաներ այս վերջին շրջանում Արցախի հետ։ Հայաստանը չի կարա հանձնի, ֆիզիկապես դե ամեն ինչը հնարավոր է, բայց այնուամենայնիվ այդ տեքստերը եկեք հանենք մեր լեզվից, Հայաստանը չի կարա հանձնի, բայց կրկնում եմ, եկեք ընդունենք այս կռիվը որպես երկիր մոլորակի մի կռիվ, որտեղ մենք պարտավոր ենք պարզապես ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նիկոլիզմը, որտեվ աշխարհում Նիկոլ Փաշինյանական երևույթներ շատ կան, հա, հենա տեսնում ենք, ասենք Իսրայելը ինչ է անում պաղեստինցիների հետ։ Չգիտեմ, դուք տեղյակ եք, թե տեղյակ չեք, Իսրայելում մահապատիժ են վերականգնել մի ռասայի համար։ Հերիք չի վերականգնել այդ մահապատիժը։ Հələ մի բան էլ միայն պաղեստինցիների համար։ Պատկերացնում եք, սա հոլոկոստ ապրած ներն են։ Այսինքն, ինչի համար եմ սա անընդհատ ուզում կրկնել, որովհետև այն ինչ կատարվում է աշխարհում, մենք չպետք է անհաղորդ լինենք։ Նիկոլ Փաշինյանը կազմում է այն կլաստերի մեջ է, այն ցանցի մեջ է քաղաքացիական պայմանագիրը, որոնք երկիր մոլորակում հիմա իրականացնում են ահաբեկչություն։ Էփշտեյնականների կլաստերի մեջ է, հա, իրանցիները լավ են ասում, Էփշտեյնի կոալիցիան։ Եվ դրա համար այս Հայաստանը պահելու կռիվը ֆիզիկական տարածք եւ ընդլայնելու, որտեղ անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանը, որովհետեւ ինչքան մարդասիրությունը, հարգանքը, ազգերի միջև միմյանց նկատմամբ հարգանքը, ինչքան ընդլայնված լինի երկիր մոլորակում, այնքան ավելի լավ կզարգանա երկիր մոլորակը, այնքան տիեզերքում ավելի մեծ հաջողությունների կհասնենք եւ այլն։ Տենց բան է, էլ ինչ պատմեմ ձեզ Արցախի հետ կապված բաներից։ Ընտրությունների հետ կապված է, նայեք, ընտրությունները կեղծվում են նոր ավելի խելացի ձևերով։ Ընտրությունները կեղծվում են ոչ թե քվեարկության օրը, այլ ընտրությունները կեղծվում են դեռևս 2021 թվականից, ինչու՞ չէ նաև 2018 թվականից։ Ազատ ընտրություն նշանակում է, որ մարդը տիրապետում է իրավիճակին եւ կատարում է ազատ ընտրություն։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը եւ Էփշտեյնյան այս կլաստերը։ Նրանք փաստորեն վախի մեջ են պահում ժողովրդին։ Եթե 18 տարեկան այս տղային ոչ մի բանի համար բանտարկում են, վախի մեջ են, վախ են սրում։ Եթե նրանք վախի մեջ են պահում ժողովրդին, մարդը երբ որ այդ քվյա խցիկում է լինում, նա չի կարող ազատ եւ արդար ընտրություն կատարի, չէ՞, իր մոտ այդ վախերն են։ Կամ հանրային հեռուստաընկերությունը ամբողջությամբ գտնվում է Նիկոլ Փաշինյանական տիրապետության տակ։ Մեր հարկերով ինքը իր ռոպագանդան է անում։ Ասենք ես եւ դուք հարկ ենք վճարում, որ ռոպագանդա անենք։ Էս էլ է հարցը։ Մենք էսա էլ պետք է հասկանանք։ Մենք պետք է հարկ վճարենք այս ահաբեկիչներին, թե ոչ։ Մյուս կողմից, եթե հանրային հեռուստատեսությունը ամբողջ Հայաստանով միայն դա է եւ ուրիշ ալիքներ չկան, սա արդեն հավասարակշռությունը խախտում է, ճիշտ է։ Իհարկե, ճիշտ է։ Նա իր քաղաքացիությունը երբանից է սկսել։ Դա հիմա արդեն քաղաքացիության մեջ է, չէ՞։ Քաղաքացիության մեջ է, պարզելով մարդը գնում է իր ուրախ ավտոբուսը եւ այլն պետական ռեսուրսը օգտագործում է քաղաքացիության համար։ Հոգևորականներին, համայնքապետերին ապօրինի կալանավորել,
բանտարկելը, Վալոդիա Գրիգորյանի սպանությունը, այս ամբողջը ընտրակեղծարարություններ են։ Մենք պետք է հասկանանք, որ եթե հիմա ընտրողաբար համայնքապետեր են նստած, սա ընտրակեղծարարության համար է արված, որովհետև ամեն համայնքապետ կազմակերպչական ուժ է, հա։ Եթե երկրում տիրում է այդ իրավիճակը, ուրեմն ընտրությունները կեղծվում են։ Էլ չեմ ասում, որ այնտեղ բան կար են ծրագրի մեջ ներառել են կաթողիկոսին հանելու կետ։ Դա ինչ է, ընտրակեղծարարություն է։ Այնպես որ սրանից ելնելով մենք պետք է հասկանանք, որ մենք եթե այս ընտրակեղծարարության մեջ ենք, պետք է ընդունենք, որ ընտրությունները կեղծում են, կեղծում։ Դե գնացեք, բայց մյուս կողմից պետք է նաև հասկանանք, որ ընտրություններում ինչ արդյունք էլ գրանցվի, մենք մեզ պարտված չենք համարելու, որովհետև մեր կռիվը ընտրություններով չի սկսվում եւ ավարտվում, մեր կռիվը քաղաքակրթական կռիվ է, եւ այդ քաղաքակրթական կռվի վերևում կանգնած են դարավոր հրաշալի պատմություններ, ինչպես ասացի, դրանցից մեկն էլ 3 տոնում էինք, հա, Զատիկի տոնը։ Այնպես որ ընտրության վրա շատ մեծ հույս դնել պետք չէ, բայց պետք է հասկանալ, որ ընտրությունից հետո մենք մեզ պարտված չենք համարելու, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Ինչի համար եմ սա ասում, որտեղ ես տեսնում եմ իմ սիրելի ընտանիքի անդամները, ազգը նկատի ունեմ, շատերը ասում են, դե եթե այս անգամ էլ չլինի, թողնելու են գնանք Հայաստանից, եթե էլ չլինի, էլ ինչ տվեցինք երկիրը, բան, սենց բաներ են ասում։ Ոչ, սիրելիներ, ընտրությունների արդյունքները մեզ պարտության չեն հասցնելու, մենք պետք է շարունակենք կարճ կյանք ունենք, այդ մի կարճ կյանքը եկել ենք, ապրում ենք, մինչև վերջ եկեք այդ մեր անելիքը անենք։